Արմենը Երջանկայի Շատակովանեսյան միշտ ասում էր հիշեք մինչև հունիս Մասկին հանելու են Ռադանեն։ Կա ձեր եթերում մեր այն բաներում, որ նստած խոսում էինք ազատարում, մի քանի անգամ ասել է, որ Մասկին հանելու են Ռադան։ Մեր անձնական խոսակցություններում միշտ ասում են։ Բայց Մասկը ասում է ես եմ փախնում, փախնում էի։ Չէ, խնդիրը որն է։ Տեսեք։ Հրաժարվում է, ասում է ինձ մի մնացրեք։ Մասկը նարցիս է ու նաև թմրանյութեր օգտագործելու մեջ մեղադրվում է հիմնավորված, ինքը ընդունել է, որ թմրանյութերը օգտագործում։ Տրամպը նարցիս է, ոչ շատ խելացի, որը փորձում է իր պատկերացրած տնտեսական քաղաքականության կոմպոնենտների միջոցով լուծել այն խնդիրները, որոնք իրան թվում է, թե ինքը կարող է լուծի, որպիսի իր դասի համար, այսինքն միլիոնատեր, միլիարդատեր, որոնք այլևս չեն համապատասխանում 21-րդ դարի, ասենք, երկրորդ քառորդի տնտեսվարմանը, ապահովել իրանց հարկային առավելություններ։ Ինչ արեց Տրամպը։ Տրամպը ամենա իր սիրուն օրենքը, որ ինքը մտցրել է, իրականում այդ օրենքի շնորհիվ գերհարուստները ավելի քիչ են վճարելու հարկեր, քան բան, եւ մեծ հաշվով բյուջեում առաջանում է 6 տրիլիոն դոլարի ճեղքվածք Ամերիկայի Միացյալ Նահանգների, չնայած որ Տրամպը եկել էր այն լոզունգներով, որ ինքը պետք է այդ ճեղքվածքը, որը հիմա 2 տրիլիոն է, ինքը պետք է սա կրճատի։ Իր օրենքի շնորհիվ 2 տրիլիոնը դարձավ 6։ Ակնհայտ է, որ սա այն չի, ինչի մասին երազում էր Մասկը։ Մասկը ուզում էր, որ այդ գումարները այդ 2 տրիլիոնը կրճատի, ինքն էլ ուներ անձնական նպատակ, բայց այս 2 տրիլիոն ինքը վերցնի Tesla-ի, SpaceX-ի այդ գլխուղեղի մեջ մտցվող չիպերի, որոնք ինքը փորձում է Android ռոբոտների, այսինքն մարդանման ռոբոտների զարգացման մեջ, որպեսզի իր բիզնեսը զարգացնի ձեռի հետ, որպեսզի ստանա առավելություն Open AI-ի հետ, այդ որը որ մեծ հաշվով Microsoft-ի հետ կապված է, ինքը ուզում էր իր այդ գրոկը զարգացնել կամ XAI-ը, որը հիմա տենց է կոչվում, սա մեծ գումարներ ունեցող այդ զանգվածների պատերազմ էր։ Տրամպի ադմինիստրացիան դարձել էր այդ մեծ փողատերերի բոքսինգ ինչ-որ ռինգ։ Հասարակ ամերիկացու շահերը ոտնահարվել էին շատ արագ եւ շպրտվել էին դուրս։ Հիմա փաստացի Մասկը, որը Արմենը իրանց ասում էր տեխնոֆաշիստների ներկայացուցիչն է, իդեպ իրանց այս տեխնոֆաշիստների մյուս ներկայացուցիչը դա J.D. Vance-ն է, որի ծպտունը չի դուրս գալիս ինչքան վաղ։ Այսինքն Մասկի անկումը ավտոմատ բերեց նաև J.D. Vance-ի դիրքերի թուլացմանը ինքն էլ չկա։ Եվ կա հին, այսպես ասած, գվարդիան, որը Տրամպն է, այդ նավթային արդյունաբերական են հին միլիարդատերերը, բայց միլիարդատերեր, որոնք մեկուսացման կողմն, Ամերիկայի մեկուսացման կողմնակիցներ են, որ ոչ շատ խելացի, ովքեր ասում են մենք գործ չունենք, մենք ստեղից օվկիանոս ունենք, մենք հիմա կսարքենք այդ բանը, ոսկե կամարը, որը մեզ կփակի, մենք Կանադան անեքսիայի կենթարկենք, մենք Գրենլանդիան կվերցնենք, ու այս սաղ հյուսիսային Ամերիկան կլինենք մենք։ Այսինքն սրանք էլ մի խելքի տոպրակ չեն։ Այս կոնֆլիկտը չի դադարելու։ Ջո Բայդենի հարցազրույցը, որ ինքը տվեց նախորդ մեր հանդիպումից, մեկ օր առաջ ես էլ ուզում էի բան անեի դրա մասին, ինքը շատ հետաքրքիր բան ասաց, ասում է, երբ որ Տրամպից հետո ես եկա առաջի մեծ յոթնակի բանին նստեցի, ես նստեցի, ասացի America's back, ասինքն ԱՄՆ-ն վերադարձավ, ասում է Էմանուել Մակրոնը նայեց վրես, ասաց իսկ ինչքան ժամանակով ես վերադարձել։ Ասում է հիմա ես տեսնում եմ, որ ինքը ճիշտ էր, ես սխալ, շատ տենց հայկական թեմա էր էլի, ասում է հա իրանք ակնհայտորեն իրանք հիմա զգում են, որ իրանց դավաճանած եւ իրանց քաղաքականությունն են վարելու, բայց ասում եմ մենք պետք է Ամերիկան վերականգնենք, որտեվ սա բան էր։ Դե այնտեղ գալիս է, հա, Բայդենից հետո տնտեսությունը աճման ամենալավ ցուցանիշներից աճից։ Ռեցեսիա եղավ երկրորդ կիսամյակ, այսինքն Ամերիկայի բաները Տրամպից հետո տնտեսությունը ընկնում է, հանան բացասական է, ամբողջ այդ բաները բացասական են, պլյուս դատարանը որոշեց, որ Տրամպի տարիֆների քաղաքականությունն, այսինքն իր հիմքը
հակասահմանադրական, հա։ Իսկ այս տարիֆների հիմքի վրա էր ինքը այդ օրենքը ընդունում, որ ասում էր 6 տրիլիոն ճեղքվածքը ըստ օրենքի կլինի, բայց ես տարիֆներով սա կփակեմ։ Հիմա դատարանը ասում է դու չես կարող տարիֆ կիրառես, տենց բոլորի վրա ու բան, դու գործը չի, կոնգրեսի գործն է, ու ինքը կանգնեց մի մեծ խնդրի առաջ, որտեղ օրենքը ոնց որ թե ուզում ընդունի, միևնույնն է, դե որտեղ խոսք կա տվել մարդկանց ովքեր իրեն փող են տվել։ Իսկ դատարանը արդեն ասում է տարիֆ չես կարող կիրառես, այս 6 տրիլիոնը ոչ մի կերպ չի վերականգնվում, այսինքն ստացվում է, որ ինքը 2 տրիլիոն դեֆիցիտով վերցրեց, սրանք ավելացնի 6, մոտակա 4 տարում դե գնա։ Այսինքն սա լուրջ խնդրեմ է, եւ Ամերիկայի քաղաքականությունը պայմանավորված է սրանով։ Ամերիկան ցավոք սրտի չի կարողանում կենտրոնանալ միջազգային հարաբերություններում իր այն անելիքի վրա, որը Բայդենի ժամանակ էր, երբ որ Բլինկենը կարողանում էր մեկ կարճ հաղորդակցությունով կամ մեկ զանգով հարցակում կասեցնել ջերմուկում։ Հիմա Ռուբլին չի կարա զանգի Ալիևին ասի կանգնի։ Դրա համար է մեզ օդի ջրի պես անհրաժեշտ, որ ընդեղ լինի ֆրանսիական հյուպատոսություն, ցանկալի է նաև ֆրանսիական արտասահմանյան լեգիոն, որտեղ լավ լեռնային պայմաններ, ինչքան շատ լինի համագործակցություն օրինակ Սյունիքի եւ Ռոնալդի միջև, հա, ինչքան շատ ասենք Օվերնից կան մարդիկ, ովքեր խաղաղագործությունով են զբաղվում, կարող է բան կամ գյուղատնտեսությունով լեռնային, որտեղ են էլ լեռնային, հա, չգիտեմ, ցանկացած անվան տակ կան օգնեն մեր ֆերմերներին ոտքի կանգնել, տեխնոլոգիաները փոխանցեն, բանանեն, ճանապարհների կառուցում, ասենք լեռնային պայմաններում ինչպես ճանապարհը կառուցես, որ բուքը բորանի ժամանակ ինքը այդ բան չփակվի, ինչ որ հատուկ բաներ կան, ծառատուն կապահովես, որ քամիները չգտնես, 1000 ու մի հարց կա։ Այս հարցերը տեղում երբ որ լուծվում են կառավարության մակարդակի վրա, դա սուտ է։ Ասենք դա նշանակում է Նիկոլ Փաշինյանը ինչ-որ մեկին հրաման տալիս, ինչ-որ մեկին հրաման տալիս, ինչ-որ մեկին հրաման տալի, տեղ չի հասնում ոչ հրամանը, ոչ հրամանի իմաստը, վերջում ինչ-որ մեկի սիրուհու ընկերոջ բանը տղան մեքենայով գնում գալիս է, ասում է Գերագույն ջան, սաղ ցենտրը ու տենց այդ սուտը բարձրանում է վերև, ստեղից Նիկոլը ասում է մենք 18% տնտեսական աճ ունենք, ինչպես Փսլնկոտը իրան խաբում էր։ Իրականում մենք չունենք տնտեսական աճ եւ հիմա էլ չունենք տնտեսական։ Բայց հետո էլ ասում են մենք մասնագետ չունենք։ Հա, հետո ասում են որ մասնագետ, որ հասկանում են սաղ տեղ են խաբել, ուղղում որ պետք է մի բան ասի։ Հիմա էլ մասնագետ չլիներն է մեղավոր։ Կրկնում եմ, հենց հիմա Հայաստանի Հանրապետությունը չունի տնտեսական աճ։ Չունի, որովհետև տնտեսական աճի ամբողջ հիմքը, որ նայում ես բացվածքը, ապահովված է շինարարության ոլորտով։ Արտադրությունը անկում է, գյուղատնտեսությունը 1-2% էս կոմենկում, բան շինարարության ոլորտով է աճ ապահովում։ Իսկ շինարարության ոլորտով ի՞նչն է աճ ապահովում։ Այդ մեծ պրոյեկտներն են։ Իսկ այդ մեծ պրոյեկտները գումարը դրսից գալիս է, դուրս գնում է։ Շինարարությունն էլ այդքան լավ վիճակում չի, շատերը բանկրոտ են դառնում։ Այո, իհարկե։ Շատ լուրջ քաղաքերը տարածեցին քաղաքում։ Չեն մինչև վերջ չեն կարողանում հասցնել իրենց M2-ը մանր բանը փոշին լցրեցին, հիմա բանկրոտ են դառնում։ Կամած կամ այդ հենց նոր է երևում, ինձ թվում է մեծ ալիք է հիմա շուտով լինելու։ Որքան երկար մենք մնանք ԵԱՏՄ-ում, այդքան ավելի ծանր է լինելու փոքր եւ միջին բիզնեսը արդեն չեմ խոսում։ Այդ խոշոր բիզնեսը առանց թաքցնելու Նիկոլին մտնում ասում այս մանր մուներներով եղան, որ իրանք պետք է 3% հարկ տան, ես շատ տամ, իրանցից շատ պետք է հավաքես, գիտենք այդ սա մեզ հասնում այն տեղեկությունները, բայց հիմա խոշորներն են գնալու սնանկացման։ Ինչու, որովհետև տնտեսական քաղաքականության համար պատասխանատու մարդիկ ամբողջությամբ կառուցում են այդ տնտեսական քաղաքականությունը ԵԱՏՄ-ի վրա, իսկ ԵԱՏՄ-ն մեռնում է, որովհետև ԵԱՏՄ-ի ամենախոշոր շուկան կամ ամենախոշոր շուկաների զույգը Ռուսաստանը եւ Բելարուսը ստագնացիայի մեջ են։ Իրանք ոչնչանում են։ Ուղղակի շուկա չկա այնտեղ։ Որքան երկար Նիկոլ Փաշինյանը պահի իր շուրջը մեր Գրիգորյաններին, չգիտեմ, նարեկներին, Ռուսաստանից բերած անկապ մարդկանց, որոնք չեն կարողանում դիվերսիֆիկացնել տնտեսական հարաբերությունները, այսինքն եթե Հայաստանին պետք չի, ուրեմն ԵԱՏՄ-ի մաքսատուրքերը պետքա չգործեն։ Մենք չունենք, չէ՞ ընդհանուր սահման ԵԱՏՄ-ի հետ։
Հայաստան ներմուծող ապրանքները, որոնք որ բան են, չպետք է ենթարկվեն ինչ-որ մաքսատուրքերի, թողենք, չթողենք, բան չանենք, Հայաստանին պետքա պետք է գա։ Խոսքս հիմնականում այն բաների մասին է, որոնք որ հիմնականում չի բարձրացնում, սերվամատորներ են, չգիտեմ, էսա, այնա, երրորդնա, չորրորդնա, դրոն արտադրողների մեզ մոտ չպետք է գործեն ռուսական գոստերը։ Հայաստանի Հանրապետությունում դրոն արտադրողը, որը վերցնում է ուկրաինական փորձը, դրոն է արտադրում եւ փորձում է այդ ԱԹՍ-ն ներկայացնել ՊՆ-ին, չպետք է գնա ռուսական KD-ես, KD, գոստ, բան, սենց բաների հետևից մի հատ էս ամեն ինչը բերի, հրամցնի, հետո նոր տեսնա այդ դրոնը կվերցնեն, թե չէ, ոչ, արգելիներս այտենց չի։